Շնորհակալություն Կարինե, անդրադառնամ կարևոր ծրագրերին, որոնք նախատեսել ենք այսօրվա համար, եւ կարևոր նախաձեռնություններից մեկը, որն ուզում եմ այսօր ներկայացնել հանրությանը, զինապահի կայքէջի վերազինումն է։ Կայքի վերազինման եւ մշակման առանցքային պայմանն է եղել զինապահի արժեքների, թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումն ու պահպանումը։ Եվ այդ նպատակով կայքի գլխավոր էջում մշակել ենք բավականին բարդ հաշվիչ, որն արտացոլում է յուրաքանչյուր խողովակով հավաքագրված միջոցների եւ կատարված հատուցումների բացվածքը ըստ տարիների։ Խնդրեմ կարող եք տեսնել էկրանին, ունենք հավաքագրված միջոցների սյունյակ, կատարված հատուցումների եւ սեղմելով յուրաքանչյուր խողովակի նշանին կարող ենք տեսնել 2017 թվականից ի վեր զինապահի պատմության ողջ ընթացքում ձևավորված միջոցները տարիների բացվածքով։ Նույն կերպ նվիրատվությունների մենյուն, նույն կերպ եկամուտների ակտիվների կառավարումից ձևավորված եկամուտների բաժինը։ Նույն սկզբունքով մշակվել է կատարված հատուցումների մենյուն, այստեղ նույնպես կարող եք տարվա կտրվածքով տեսնել յուրաքանչյուր տարի զինապահի կողմից կատարված հատուցումները։ Կարևոր եմ համարում նշել, որ այս հաշվիչը աշխատում է ավտոմատ, ինքնաշխատ կերպով եւ այստեղ մարդկային գործոնի միջամտություն ամբողջությամբ բացակայում է։ Մեր նոր կայքը հագեցած է արդիական լուծումներով եւ տեղեկատվությամբ։ Զինապահի մասին բաժնում դուք կարող եք տեսնել կարևոր տեղեկատվություն զինապահի առաքելության, պատմության, կառուցվածքի, զինապահը կարգավորող օրենքի վերաբերյալ։ Նորություններ բաժնում ենք պարբերաբար հրապարակում ենք բոլոր փոփոխությունները, նորությունները, օրենսդրական նոր լրամշակումները, որոնք կարևոր են հանրության, մեր շահառուների, ինչպես նաեւ նվիրատուների համար։ Ունենք նաև նվիրատվությունների բաժին, որտեղ կարող եք տեսնել տվյալ պահի դրությամբ կատարված բոլոր նվիրատվությունները զինապահին եւ նույն տրամաբանությամբ մշակված է հատուցումներ մենյուն, որտեղ կարող եք տեսնել զինապահի բոլոր 5491 շահառուների տվյալները։ Կայքում առկա է նաև աջակցման ծրագրեր մենյուն, որտեղ հրապարակում ենք զինապահի գործընկեր կազմակերպությունների կողմից զինապահի շահառուների եւ նրանց ընտանիքի անդամների համար իրականացվող առողջապահական, կրթական, հոգեբանական աջակցության եւ այլ ծրագրեր։ Մեր նախորդ հանդիպմանը դա շուրջ 1 տարի առաջ էր, ես տեղեկացրի, որ զինապահը համագործակցելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ նախաձեռնել է զինապահի զոհված զինծառայողների ճանաչման եւ հարգանքի տուրքի մատուցման նախագիծը ի նշան հարգանքի, գնահատանքի եւ ազգովի մեր երախտագիտության այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի։ Այդ ծրագիրը ենթադրում էր շուրջ 4300 զոհված զինծառայողների անվանական հրապարակումը զինապահի կայքում, ինչպես նաև էլեկտրոնային հուշամատյանի ձևավորումը։ Ամիսներ շարունակ մեր թիմը համագործակցելով Trilogy Creative ընկերության հետ կարողացել է իրականություն դարձնել այս նախաձեռնությունը եւ այսօր թույլ տվեք այդպես ձևակերպել հպարտության զգացումով ուզում ենք ներկայացնել հանրությանը։ Բայց մինչ այդ ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած յուրաքանչյուր աշխատակցի, ովքեր իսկապես հսկայական եւ ծանր աշխատանք են կատարել յուրաքանչյուր զոհված զինծառայողի պատմությունը վեր հանելու եւ հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Ծրագիրը բավականին մասով փակված է, սակայն դեռևս ավարտված չենք համարում։ Եվ այստեղ զինապահի կայքում կտեսնեք հիշում ենք մենյուն, որտեղ հրապարակված են իմ կողմից նշված զինապահի շահառու զոհված զինծառայողների լուսանկարները, ինչպես նաև կենսագրությունները։ Սեղմելով կենսագրության հղմանը, մենք կարող ենք տեսնել տվյալ զինծառայողի մասին պատմող եւ նրա անձնական պատմությունը մի փոքր հուզական ֆոնով ներկայացնող պատմություն։ Ես պարզապես կթերթեմ հիմա մի քանի էջ։ Ունենք նաև մշակված ֆիլտր, որը հնարավորություն է տալիս ըստ անուն ազգանունի կամ տարեթվի որոնում կատարել, թե տվյալ դեպքը երբ է տեղի ունեցել։
որպեսզի հարազատները, ովքեր ուզում են իրենց ընտանիքի անդամին գտնեն, կարողանան ավելի հեշտությամբ գտնել։ Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ ծրագրի, երևի կարևոր միջոցառումներից մեկին, որ ունեցել ենք նախորդ տարի, դա փոքրիկ տեսաֆիլմի նկարահանումն է եղել։ Մենք վերջին ամիսներին աշխատել ենք մեր հարազատ դարձած գործընկերների հետ այս տեսաֆիլմը կյանքի կոչելու համար։ Կարևոր նախաձեռնություն է, որն անվանել ենք «Ես որոշեցի պայքարել», նման խորագրով կարճամետրաժ ֆիլմի նկարահանում։ Մեր նպատակն է եղել այս ֆիլմի միջոցով հանրությանը ցույց տալ զինապահի զինհաշմանդամություն ձեռք բերած շահառուների կյանքը եւ առօրյան պատերազմից հետո։ Այս տեսանյութի նկարահանմանը մասնակցել են զինապահի շահառուներ Շահենը, Էդմոնը եւ Սեյրանը, ում պատմությանը կծանոթանանք մի փոքր հետո։ Մենք լիահույս ենք, որ Շահենի, Սեյրանի եւ Էդմոնի պատմությունները վարակիչ կլինեն զինապահի, զինհաշմանդամություն ձեռք բերած այլ շահառուների կամ պարզապես պատերազմի մասնակից այն տղաների համար, ովքեր դժվարություններ են ունենում վերաինտեգրման փուլում։ 44 օրյայի մասնակից Շահենը, Սեյրանը այսօր մեր հյուրերից շարքում են, ցավոք Էդմոնը չկարողացավ միանալ, եւ մենք բոլորս հնարավորություն ունենք շփվել ու ճանաչել Շահենին ու Սեյրանին։ Այս ֆիլմը կյանքի է կոչվել Հասմիկ Եղյանի հովանավորչության եւ հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո շնորհիվ։ Հասմիկը ծնվել է Երևանում։ 1974-ին ընտանիքը բնակություն է հաստատել Մոնրեալում։ Հասմիկը շուրջ 30 տարի աշխատել է ՄԱԿ-ի գրասենյակում տարբեր երկրներում եւ թոշակի անցել որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեպարտամենտի տնօրեն։ Թոշակի անցնելուց հետո Հասմիկը գրել է մի շարք հոդվածներ եւ դասախոսություններ կարդացել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության եւ Ճապոնիայի համալսարաններում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ։ Հասմիկը սկսել է համագործակցել զինապահի հետ 2023 թվականից։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, Հասմիկ, այս ֆիլմի նկարահանման գործում ձեր առատաձեռն աջակցության համար, ի պատիվ զինապահի, շահառու, քաջ եւ խիզախ զինծառայողների։ Ուզում եմ խոսքը ձեզ փոխանցել, ձեր սրտի խոսքը, եթե կարելի է։ Շնորհակալ եմ Նարինե ջան։ Բարի լույս, բարև ձեզ, շատ մեծ պատիվ է ինձ համար, նաև եւ քույրս եւ ամուսինս, որ մեզ հետ են այստեղ այս առավոտ, ջերմ շնորհակալություն Կարինե Սարգսյանին, զինապահին, Նարինեին, բոլորի, մեզ մեծ պատիվով, որ հրավիրել եք եւ ձեզ հետ ենք։ Մի քանի վայրկյանից դուք տեսնեք, ինչպես Նարինեն ասեց, մի ֆիլմ, որի ճանապարհը սկսեց գրեթե 2 տարի առաջ։ Ինչպես մի քանի տարի արդեն եկել ենք, մենք քույրս եւ ամուսինս ժամանեցինք Երևան 2023 թվին, ինչպես արել էինք ուրիշ տարիներ, 2023 թվին ճիշտ սեպտեմբեր 19-ին։ Կարող եք պատկերացնել, հիշում ենք բոլորս էլ այդ օրը, ինչ զգացմունքներ, ինչ վիճակի էր ամեն մարդ։ Հաջորդ մի քանի օրը մենք հանդիպեցինք Արցախից եկող ընտանիքներ եւ այդ ընտանիքներից մեկը, որ հանդիպեցինք, շատ ցավալի տպավորություն թողեց ինձ վրա, քրոջս, ամուսինս, երիտասարդուհի էր, 19 տարեկան, մի փոքրիկ 6 ամսական երեխայով, որ կարողացել էր իր ամուսնու ընտանիքի հետ հասնել Երևան։ Ամուսինը 20-21 տարեկան զոհվել էր այդ ժամանակ։ Շատ ազդվեցինք եւ ոչ միայն իրենց վիճակից, արդեն Կարինեի հետ ծանոթացել էինք մի քանի տարի առաջ
մի քիչ ծանոթենք թե զինապահը ինչ է անում, ինչ գործերով է զբաղվում։ Իհարկե աջակցության պետքերը շատ էին, իհարկե այդ ժամանակ ինչպես հիմա, բայց ուզում էինք մի բան մի ձևով աջակցել, որ կարող էր ավելի երկար ժամանակով ազդեցություն ունենալ։ Հանդիպեցինք զինապահի հետ, նստեցինք, գրեթե 2 տարի լինի, ասեցի, հարցրեցի ինչպես կարող ենք օգտակար լինել, որ կարողանանք ոչ թե միայն այդ օրը, բայց տարիներով ավելի աջակցել։ Եվ որոշեցինք, որ խոսակցություն եղավ, հարցրեցի զինապահը արդյոք ինչպես է տեղեկացնում ժողովրդին, թե զինապահը ինչ է անում, ինչ գործ է անում։ Իհարկե Հայաստանում շատերը գիտեն, քանի որ ինչպես նշվեց, ամեն աշխատող իր աշխատավարձից վճարում է, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը այդքան էլ գիտի, թե զինապահը իսկապես ինչ է անում, ինչպես է օգնում, եւ ոչ թե միայն զինապահը, այլ մեր սիրելի տղաները, ինչպես Շահենը եւ Սերանը այստեղ են մեզ հետ ինչ զոհաբերություններ են արել եւ ոչ թե միայն իրենք են զոհաբերություններ արել իրենց կյանքով, իրենց առողջությամբ, բայց իրենց ընտանիքները Սերանի մոր հետ ծանոթացա այսօր, որ շատ հաճելի էր, ընտանիքները, մայրերը, հայրերը, քույրեր, եղբայրներ, երեխաներ եւ համաձայնվեցինք, որ ես կաջակցեմ մի ֆիլմ հանելու, որ այդ մասին ավելի մարդ իմանա, տեղեկանան Ջո Փենեն, որ մեզ հետ է հիմա շուտով կխոսի, ռեժիսորն է ֆիլմի։ Ես իր գործից մի քիչ ծանոթ էի իր գործով եւ մտածեցի, որ ինքը շատ կարող է այդ պատմությունը իր տաղանդներով մեզ պատմել։ Պատմությունը չենք կարող պատմել առանց Շահենի, առանց Սերանի, Էդմոնդը այստեղ չէ։ Հուսամ համաձայն կլինեք, որ հաջողվել է, շնորհակալ ենք այդ առիթով։ Ինձ ասել էին, որ սրտից խոսեմ եւ միայն վերջացնեմ այն բանով, որ հուսամ չեմ հուզվի, մենք մի բուր ժողովուրդ ենք, մի բուր երկիր։ Կարևոր չէ թե ուր ենք։ Կարևորը որ պետք է միշտ իրար հետ կանգնենք։ Եվ մեր զինվորի կողքին։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ